մասին, եկեղեցիների մասին, բայց այսօր թույլ տվեք մի կարևոր բան ասեմ։ Տերը փափագում է տեսնել մեզ սպիտակներով մանգանք։ Եթե քո պատմուճանները կեղտոտվել են, եթե քո պատմուճանները սպիտակ չեն, լաքոտ են եւ աշխարհի փոշին վրան նստած է, այսօր այստեղ որ գտնվում ես, այսօր այն օրն է, որ քիթ բերանի վրա ընկնես ու ապաշխարես։ Այսօր այն օրն է, նորոգիր ուխտդ Աստծո հետ։ Այսօր այն օրն է, որ խոստովանիր նրան քո մեղքերը։ Սրբված գնա տուն։ Մի խափի դու քեզ ասելով լավ, մույս շաբաթ կանեմ դա։ Այս շաբաթ է որոշ չափով ապրեմ, մույս շաբաթ կանեմ։ Եվ մեղքը միայն այն չի, որ ինչ որ գողացես, ստել ես կամ շնացել ես կամ անառակ կյանք ես ապրել։ Մեղք կա նաև քո հպարտությունը, քո անհնազանդությունն է մեղք։ Մեղք ավելի խորն է, քան մենք պատկերացնում ենք։ Մեղքը այս դրսևանց արարքները չի, մեղքը սկսում է ներսից։ Երբ պտուղը սկսում է փտտել, ներսից է ինքը սկսում փտտել։ Մենք պետք է զգուշ լինենք մեր ներսի վիճակից։ Մենք պետք է հսկենք մեր ներսի վիճակը։ Քանի ստեք այստեղ, երբ որ պարկում եք քնելու, դուք ձեզ մի հատ քննում եք, դատում եք ձեր գործերը, ձեր վարքերը, ձեր արարքները։ Քանի ստեք։ Ժողովուրդ, մի քիչ աշխուժ եղեք, լավ։ Քանի ստեք։ Մնացածդ ովքեր չեք, ուշադիր ինձ լսեք։ Անտարբեր մի գտնվեք ձեր փրկության նկատմամբ։ Այսուհետև, ինչքան կմտնեք անկողին, մի մտեք, այնքան որ հեռախոս մտեք ու լուրջ հանդիպում ունեցեք Տիրոջ հետ, Սուրբ Հոգու հետ, Սուրբ Հոգի մատնանշիր իմ մեղքերը, Սուրբ Հոգի ցույց տուր ինձ իմ տկարությունները, Սուրբ Հոգի հիմա օգնիր ինձ, որ ես աղաղակեմ Աբա Հորս խոստովանություն ու ներողություն, ապաշխարություն։ Այսպիսով դու միշտ ապահով կլնես Տիրոջ մեջ, որտեղ մենք ամեն օր աշխարհում ենք ապրում եւ ավելի վատ ասեմ, մենք մեր մարմինների մեջ ենք ապրում, ամեն օր մի բան մեզ տկարացնելու է, մենք պետք է Աստծո հետ ուղիղ ըննենք, ամեն։ Ես այսօր սա չէի պատրաստել խոսալու, առհասարակ գրված չի այս խոսքերը, բայց չգիտես ինչու Սուրբ Հոգին առաջնորդեց, որ խոսեմ այս եկեղեցու հետ։ Ժողովուրդ մենք շատանալու ենք, ժողովուրդը փրկվելու են, գալու են Աստծո տուն։ Ես խնդրելու եմ բոլոր երիտասարդներին, երբ որ մտնում ենք այստեղ փառաբանության, հարգեք Տիրոջ ներկայությունը, ձեր կատակներով ու ձեր թեմաներով մի դրսում, կանգնեք ու իրար հետ զրուցեք, սա Աստծուն փառք չի բերում։ Թող եկեղեցին ավարտվի, պաշտամունքը ավարտվի, դրանից հետո գնացեք ինչքան ուզում եք խոսեք ձեր կյանքերից, բայց հարգեք Տիրոջ ներկայությունը։ Գիտեք, ես կարող եմ մարդահաճո լինել ձեզ եւ ասել լավ, ինչ ես էսի հայտարարում, ու այն էլ մանավանդ կողքից էլ տարբեր մարդիկ են լսում, հիմա արդեն եզրակացության մտան, բայց ինձ չի հետաքրքրում ոչ մի բան, ես մեկ բանի համար եմ կանչված, ճշմարտությունը քարոզելու։ Ես այսօր, երբ որ մտածում եմ, ասում եմ, Տեր, եթե այսօր ստեղ մտնեին առաքյալները, Պետրոսը, Պողոսը, Հակոբոսը, Հովանեսը, այս ժողովրդին ինչ հանդիմանություններ կանեին։ Ինչի պիտի մի քանի հոգի կան առջևը, ծնկի ընկած աղոթեն, մնացածը հահահիհի անեն, սա ճիշտ չի Աստծո աչքին, ժողովուրդ ջան։ Մենք ամբողջ մեր շաբաթը հահահիհիներով անցկացնում ենք։ Եկել ենք Տիրոջ ներկայություն։ Հանեք ձեր կոշիկները, նոր մտեք, կոշիկի նկատի ունեմ, այդ փոշին, այդ աշխարհի հետ թողեք դրսում, մտեք ներս Աստծուն պաշտելու։ Հույսով եմ նեղանում եք ինձանից։ Այսօրվա քարոզի վերնագիրը հիմա հասկանում եմ կապ ունի սրա հետ։ Գիտեք ինչն է ցավալին, որ իսկապես ցավ է պատճառում։ Մենք հովիվներ, որպես որ ծառայում ենք, մեր ամեն ինչը շատ լավ քննում եք, կողքից նայում եք երեխես ոնց է ապրում, կողքից նայում եք Արմանը ոնց է ապրում, կողքից նայում եք իմ ապրելակերպը, որովհետև փերոստուլի վրա ենք, մենք երևում ենք,
հանկարծ հովիվի երեխեն մի բան թույլ տա սխալ, դա մատնանշվում է եւ բարձրաձայնվում է, այո, սա էլ հովիվի տղեն է կամ հովիվի աղջիկն է, թեմա է դառնում։ Բայց դուք մոռանում եք մի բան, դուք ինձ եք նայում, բայց Տերն է ձեզ է նայում։ Դուք չեք հասկանում, որ մենակ ես չէ, որ պետքա ճիշտ ապրեմ Աստծո առաջ։ Դուք էլ ձեր ընտանիքների համար պետք է ճիշտ ապրեք։ Ձեզ նայելով ձեր ընտանիքի անդամները պետք է ասեն, սրա Աստվածը կենդանի է, ես գնում եմ սրա հետ։ Ամեն մեկս պետք է օրինակ ծառայենք մեր շուրջը մարդկանց, ոչ միայն հովիվները։ Կարող ենք ասել ամեն։ Այսօրվա քարոզի վերնագիրը հիշեք մի բան, Սուրբ Հոգին միշտ հանդիմանում է նրանց, ում շատ է սիրում։ Եվ եթե այսօր հանդիմանում է մեզ, մենք պետք է լուրջ ընդունենք ու հավատանք ու հասկանանք, որ մեզ շատ է Տերը սիրում։ Ես ձեզ խոստանում եմ, հասկացողը հասկացավ, չհասկացող ուզում է այս խոսքերը 100 անգամ է ասեմ, էլի ինքը մնալու է աշխարհի մեջ։ Եվ ցավ եմ ապրում դրա համար, ասում եմ լսելով կլսեն, տեսնելով կտեսնեն, բայց կմնան համր, ույր, ոչ մի բան չեն հասկանա։ Այսօրվա քարոզի վերնագիրը, որի՞րդ անգամ կրկնեց, երևի 4-րդ, սերմիր այն, ինչ կցանկանաս հնձել։ Շուրարի կողքինի տասա, սերմիր այն, ինչ կցանկանաս հնձել։ Պողոս Առաքյալը Գաղատացիս թղթերի մեջ ուրիշ էլ թեմա մի խոսացեք, կենտրոնացեք։ Գաղատացիս թղթերի մեջ Պողոս Առաքյալը հանդիմանում է եկեղեցուն, որտեղ եկեղեցու մեջ մի քիչ բախումներ, բաներ կար, իհարկե փառք Հիսուսին, ստեղ չկա, ստեղ ուղղակի Սուրբ Հոգին է բաներ տենում, որ ժամանակն է եկեղեցին հասունանա։ Ինձ հետ ովքեր են։ Եվ այդ եկեղեցուն Պողոս Առաքյալը շատ ափաշքյար է, ասենց հանդիմանում է, եւ Աստվածաշնչում գրվել է 2000 քանի տարի է անցել, այսօր մենք գիտենք։ Հանկարծ մեկ ասի John 3:16 եկեղեցում սխալ բան են արել, մենք սաղս ոգևորում ենք, ոնց կլինի իմանան բան։ Աստվածաշնչում Տերը գրում է սխալ վարքերի մասին, ինչու՞։ Որտեվ եթե դու ապրում ես դեռ կարծիքներով, դու Աստծուն չես կարող ծառայել։ Պողոս Առաքյալը ասում է, հիմա ինչ ես մարդուն եմ ծառայելու, այսինքն ձեզ գոհացնեմ, թե իմ Տիրոջը գոհացնեմ։ Նույն այսօր իմ վիճակն է։ Ես չեմ ուզում ձեզ գոհացնեմ։ Ինձ առհասարակ չի հետաքրքրում ես ժողովուրդ գոհացնեմ, որտեղ աշխարհում ես էդի ապրել եմ, ունեցել եմ շատ ծանր բեռեր։ Ես ուզում եմ ապրեմ իմ Տիրոջը գոհացնեմ, որտեղ իրա բեռը թեթև է։ Միայն հասկանայիք ինչ Տերը խոսեց։ Գաղատացիներին գրում է Պողոս Առաքյալը ասելով 6-7 համարում. մի խաբվեք։ Ժողովուրդ եկեղեցուն է գրում, աշխարհին չի գրում։ Մի խաբվեք, Աստված չի ծաղրվում, որովհետև ինչ որ մարդը սերմի, այն էլ կհնձի։ Իր մարմնի մեջ սերմողը մարմնից ապականություն կհնձի, հոգու մեջ սերմողը հոգուց հավիտենական կյանք կհնձի։ Այսօրվա քարոզի իմաստը ընդգծում է այն սկզբունքը, որ մեր արարքները, մեր գործերը, մեր շարժու ձևը, մեր առօրյան, ինչ որ մենք անում ենք, դա կլինի լավ թե վատ, դա կլինի բարի թե չար, ունեն անխուսափելի հետևանքներ։ Եթե քո կյանքում մեղադրում ես որևէ մեկին ինքնապատճառը, որ քո կյանքը սենց ստացվեց, բավական է, աչքերիցդ հանի այդ, ոնց ասեմ, այդ շելը հանիր աչքերիցդ և իրականությունը տես, ինչ որ մի բան, մի որոշում դու ես սխալ արել։ Մենք պետք է հաշիվ տանք Աստծուն, մեր ամեն արարքների համար։ Այսօրվա քարոզը ընդգծում է, որ Աստծո բարոյական օրենքը անփոփոխ է, որ ինչ սերմենք մենք այսօր յուրաքանչյուրս,
Աստծո մարդ լինենք, թե ոչ կյանքում, այն էլ պիտի հնձենք։ Եթե մենք կյանքում սերմենք հավատքի, բարի սերմեր, բարիություն, արդարություն, հավատարմություն, սեր, հա, մենք անպատճառ դրական պտուղ ենք հնձելու։ Բայց եթե մենք սերմենք մարմնի սերմեր, դառնություն, եսասիրություն, հպարտություն, ամբոստության սերմեր, չկասկածեք մի վարքյան, որ բացասական պտուղ չհնձեք, անկասկած հնձելու եք։ Այսօրվա պատգամի ամփոփումը մեզ կբացահայտի Աստծո օրենքի ամփոփողելիությունը։ Այն կընդգծի Աստծո ժողովուրդ ջան, որ մենք հասկանանք յուրաքանչյուրս, որ Աստծո բարոյական օրենքը ենթակա չէ ոչ մի կերպ, սա մարդիկ են իրենց խաբում, ենթակա չէ ոչ մի կերպ մանիպուլյացիայի կամ ծաղրի։ Պարզ ասում է առաքյալը, Պողոս առաքյալը պարզ ասում է, Աստված չի ծաղրվում, Աստված չի ծաղրվում, Աստված իրեն ծաղրողներին է ծաղրում, գրված է, Առակաց 3:34 համարում ասում է, իրավ նա ծաղր անողներին ծաղրում է, իսկ խոնարհներին շնորհք է տալիս։ Գիտեք, ծաղր մենք միշտ մտածում ենք, որ Աստծո խոսքը, որ խոսան, անհավատներն է կանգնեն ու մեզի անմիջապես ծաղրեն, ասեն, էլի հավատքի մասին են խոսում, մենակ դա չի։ Դու գիտեք, Աստծո դաշտում հավատացյալներն են նույնիսկ Աստծուն ծաղրում։ Սա շատ խորը բան եմ ասում, փորձեք ինձ հասկանաք։ Մեր ապրած կյանքը, մեր ապրած սխալ սերմեր ցանելը Աստծուն ծաղրում է։ Այսինքն մենք Աստծուն, գիտեք ինչ ենք անում, խայտարակում ենք մեր արարքով։ Ես կանգնեմ ասեմ քրիստոնյա եմ, Աստծո զավակ եմ, բայց իմ մեջ դառը ատելություն, ես ծաղրում եմ իմ Աստծուն։ Որովհետև եթե ես Սուրբ Հոգու տաճար եմ ու բոլորը գիտեն արդեն Սուրբ Հոգու տաճար եմ եւ ես դեռ ապրում եմ չարություն գործելով, ինչ եմ անում, եթե չեմ ծաղրում Աստծուն։ Այն Աստծուն, որի անունով ես ներկայանում եմ ամեն ուր մտնում եմ։ Ցանելու եւ հնձելու այս գյուղատնտեսական պատկերը մենք տեսնում ենք 5 տակարանի առաջի հենց ստեղծագործությունից մինչև վերջ բոլոր համարների մեջ մենք կտեսնենք այս սերմելու եւ հնձելու մասին։ Այս գյուղատնտեսական պատկերը ցույց է տալիս պատճառի եւ հետևանքի սկզբունքը, այսինքն մեր մտքերը, մտադրությունները, մեր գործողությունները ցույց է տալիս, որ անխուսափելիորեն կորոշեն մեր ապագա կյանքի արդյունքը։ Իսկ հիմա կխնդրեմ Ռուզանքուրս էսին 2 րոպե միացրու։ Ես չգիտեմ դուք ոնց եք իր ներկայությունը զգում, Տերը ինձ այցելում է իր հրաշալի Սուրբ Հոգու կրակով, որ ամեն մի խոսքը, երբ որ դուրս է գալի, իմ մեջս այրվում է դրանք։ Իմ մեջ ես զգում եմ դրանք նշում է, սրանք պիտի հանվի, սրանք պիտի վառվի, սրանք պիտի ոչնչանա։ Գիտեք, ոսկին ինչպես է մաքրվում եւ սրբվում եւ կատարյալ դառնում։ Կրակի մեջով անցնելուց, չէ, ովքեր ոսկու գործ է կարել, երևի ավելի լավ գիտեք, քան ես, կրակի մեջով պետք է անցկացնեն, սարսափելի կրակի մեջով։ Մենք յուրաքանչյուրս պետք է անցնենք կրակներով, որ մեր մեջ այրվի այդ պղծությունը եւ մենք գնալով սրբվենք, մաքրվենք եւ երևա այն ոսկին, այն ինչը որ Աստված ուզում է մեր մեջ սարքել, ամեն։ Եվ այս սկզբունքը մենք տեսնում ենք բացահայտ դրսևորված նաև Աստվածաշնչի հերոսների պատմություններում, Աստվածաշնչի մարդկանց կյանքերում։ Իհարկե ես չեմ անցնի բոլոր մարդկանց կյանքերը
խոսեմ նրանց մասին, մեկ օրինակ է բավական ինձ, որ ես տամ ու մենք իրար հետ հասկանանք խորհուրդը եւ առնենք մի բան, լավ, Հակոբի օրինակն եմ տալու։ Հակոբի օրինակը։ Նրա կյանքում մենք տեսնում ենք լավ թե վատ ցանած սերմերի արդյունքը եւ հետևանքները։ Աստծո ժողովուրդ, Հակոբի հայրը, պատմությունը կուզեմ մի հատ վրայով անցնենք, Հակոբի հայրը Իսահակն էր։ Իսահակը ծերացել էր, նրա աչքերը լավ չէին տեսնում, ավելի ճիշտ չէր տեսնում։ Եվ մի օր կանչեց իր որդուն, մեծ որդուն Եսավին եւ ասաց. Եսավ, ես ծերացել եմ, չգիտեմ մեռնելուս օրը, այսինքն մոտ է մեռնելուս օրը, բայց չգիտեմ օրը։ Գնա ինձ համար մի որս արա եւ ինձ համար ասած խորտիկներ շինիր, ինչպես որ ես եմ սիրում, եւ բեր, ես ուտեմ դա, եւ երբ որ ես կուտեմ դա, ես կորտնեմ քեզ, այսինքն իմ օրհնությունը կտամ քեզ որդիս, որպես ավակ որդի, որպես մեծս, կտամ քեզ իմ օրհնությունը։ Այս ամենը երբ որ խոսում էր Իսահակը իր որդի Եսավի հետ, մայրը, կինը, Ռեբեկան լսեց եւ գնաց իր փոքր որդուն Հակոբին կանչեց եւ այս ամենը պատմեց նրան, ասաց որ հայրդ այսպես բան է ասել եւ իր օրհնությունը պետք է դնի Եսավի վրա, ասաց հիմա տղաս, ուշադիր ինձ լսիր, ինչ որ քեզ կպատվիրեմ կասեմ, դա էլ արա, գնա ասաց 2 հատ այծի ու լերբեր եւ ասեց ես նրանցից խորտիկներ կշինեմ հորդ սիրածի պես ոնց որ հերը տաս սիրում եւ ասած դու այս ամենը կտանես եւ հորդ արչեւ կդնես քանի որ նա չի տենում կիմանա դու Եսավն ես եւ քեզ կորտնի Եսավի տեղը։ Հակոբն էլ մորը պատասխանեց ասելով ոնց կարելի է դա լինել, ես մազոտ չեմ, բայց Եսավը մազոտ է, բա որ հայրս իմանա ու հանկարծ օրտնելու տեղը անեցի ինձի։ Եվ նա ասաց մայրը նրան, որ թող անեծքի իմ վրա լինի, բայց դու արա այն, ինչ որ ես քեզ կասեմ։ Եվ Հակոբը լսեց մոր ձայնին, արավ այն ամենը, ինչ մերը պատվիրել էր։ Եվ Ռեբեկան մայրը առավ, ասում է այնտեղ Եսավի ազնիվ հանդերձները հագցրեց Հակոբին, այցի մորթեր առավ ձեռքերին կպցրեց, վզին կպցրեց, որպեսզի որ շոշափի զգա մազոտա, եւ ասում է շինած այդ կերակուրն էլ ձեռքը տվեց, դե ասաց հիմա մտի Հակոբի մոտ, երբ որ մտավ Հակոբի մոտ, կներեք Իսահակի մոտ, Իսահակը ասեց Իսքան շուտ ոնց եղավ, համ որ սարեց, համ պատրաստեց, ոնց այսքան շուտ կատարվեց այս ամենը, եւ ասաց արի քեզ շոշափեմ, տեսնեմ, արդյոք դու իրական իմ որդին ես, Եսավն ես, եւ երբ որ շոշափեց նրան, ասма նրան ասեց, որ ձեռքերդ Եսավից ձեռքերն է, բայց ձայնդ Հակոբից ձայնն է։ Եվ չկարողացավ կոնորոշվի, չճանաչեց, որ դա իրական Հակոբն է, կարծեց, որ Եսավն է։ Եվ օրհնեց նրան։ Այն օրհնությունը, որ պատրաստված էր իր Եսավ որդու համար, խաբված Իսահակը տվեց Հակոբին։ Հակոբը խաբեց հորը եւ ժառանգեց Եսավի օրհնություն, այլևս այդ օրհնությունը հետ առնել չէր լինի, որտեղ արդեն օրհնել էր հայրը։ Երբ Եսավը եկավ եւ այս ամենը իմացավ, տեսավ, ասում է դառը աղաղակով սաստիկ լացի խավ։ Եվ այստեղ արդեն պատկերացնում ենք Հակոբը եղբոր երեսից փախավ եւ գնաց։ Գիտեք ցավալին որն է, Հակոբը 2 անգամ խաբեց եղբորը։ Առաջի անգամ անրանիկությունը առավ, իսկ երկրորդ անգամ նրա օրհնությունը առավ ստությամբ։ Հիմա եկեք նայենք արդյունքը, այն ինչ որ արեց Հակոբը։ Գիտեք Հակոբը Աստծո մարդ էր։ Ինչ ասում եմ Հակոբի Աստվածը, Հակոբը Աստծո մարդ էր, բայց նա էլ էր մարմնի մեջ։ Նա էլ էր չէ անցնում փորձություններով։ Եվ այստեղ տեսնում ենք Հակոբը ինչ որ սերմեց, դա էլ հնձեց։ Հիմա ասեմ ձեզ,
Հակոբը փախավ ու գնաց եղբոր երեսից, գնաց իր քեռու տան մեջ բնակվեց, Լաբանի տանը բնակվեց, եւ երբ որ այնտեղ բնակվում էր, սիրահարվեց Լաբանի փոքրիկ աղջկա վրա, որի անունն էր Ռաքել։ Նա մի աղջիկ էլ ուներ, մեծ աղջիկը, որի անունն էր Լիա։ Ռաքելը ասում է շատ գեղեցիկ աղջիկ էր, բայց Լիան ասում է աչքերը լավ չէր տեսնում։ Եվ Հակոբը Լաբանին ասաց. 7 տարի քեզ կծառայեմ, քո համար կաշխատեմ, բայց 7 տարին լրանալու պես քո փոքր աղջկան Ռաքելին ինձ կին կտաս։ Սիրահարվել էր Ռաքելի վրա, եւ Լաբանը համաձայնվեց։ Եվ Հակոբը 7 տարի աշխատեց, աշխատելուց հետո, երբ որ արդեն օրերը լռացան, Լաբանին ասաց Ռաքելին տուր ինձ կին։ Եվ Լաբանը հարսանիք արեց, խնջույք, ուրախացան, բայց մի խորամանկ կեղտոտ քայլ։ Երբ գիշերը եկավ, դե այնտեղ էս հնարավորությունները, լույսերը, ամեն ինչը չկար, ինչպես այդ ժամանակներում էր, ասում է Հակոբի ծոցը մցրեց իր մեծ աղջկան Լիային, գոնե փոքրին, որտեղ փոքրի համար էր աշխատել Հակոբը, եւ երբ առավոտյան արթնացավ Հակոբը, տեսավ իր կողք իր ծոցում իր սիրած աղջիկը չի, քուրն է, Լիան է։ Ինչ ենք հասկանում այս պատմությունից։ Կարծես կրկնվեց այն, ինչ Հակոբը արել էր իր եղբոր հանդեպ, սուտը ցանել էր, նույն սուտը իրան ետ վերադարձավ, ավելի բեթար իրան խաբեցին, պատկերացնում ես առնում է իրեն կին, ում չի սիրում։ Լաբանը արեց նրան այն, ինչ ինքը արեց իր եղբորը։ Հիմա ուշադիր նայեք, այստեղ է չի ավարտում։ Երբ որ նայում ենք պատմությունը, մենք տեսնում ենք, որ Հակոբը ցանեց ստություն, հետևանքները կրեց նաև օրինակներից մեկը նաև նրանում, որ կհիշեք եղբայրները, Հակոբի որդիները, Հակոբի փոքր տղային Հովսեփին չէին սիրում։ Եվ ինչ արեցին, բռնեցին, որ սպանեն, բայց վաճառեցին նրան ստրկության Եգիպտոս։ Եվ ինչ կատարվեց, մենք տեսնում ենք, որ եկան հորը խաբեցին, Հակոբին, հենց այդ նույն Հակոբին, եկան խաբեցին եւ ասացին գազանները կերել են Հովսեփին։ Դուք պատկերացեք այդ ձեր տարիքում ինչ վիշտ ու ինչ տրտունջ ու ինչ տխուր ժամանակ անցկացեց Աստծո ժողովուրդ։ Ես խոսում եմ Աստծո մարդու մասին։ Չփորձվեք, կասկածեք, որ եթե մի բան չարցանեք, դուք դա չեք հնձելու։ Բարին սերմենք, բարին ենք հնձելու, բայց չարը սերմենք, չարն ենք հնձելու։ Կապ չունի մենք Աստծո մարդ ենք, թե ոչ, սա աշխարհի սկզբից օրենք է։ Ինչ ցանես, դա ես հնձելու։ Մենք չեմ կարող ես տանել տանձի սերմ, կորիզը տնկել եւ սպասել, որ դրանից խաղող դուրս գա։ Ընդհանրապես ես հիմար պիտի լինեմ։ Ես գիտեմ ինչ եմ ցանել եւ յուրաքանչյուր մարդ այսօր այստեղ նստած միգուցե մտածեք, որ բայց խի իմ հետ սա կատարվեց։ Մի հատ հետ գնա։ Լավ հետ գնա։ Ու նա ինչ պտուղներ, ինչ սերմ ես ցանել ժամանակին, որ այսօր դառնա պտուղը։ Էլի ուշ չի, ապաշխարենք ու զղջանք, հիմա սկսենք բարին ցանել, որովհետև այն ինչ որ մենք ցանենք, սերմենք, մեր ժառանգն է դա հնձելու։ Գիտեք, այսօր ինչ որ ես սերմում եմ, Աստծո խոսքը մի հատ հետաքրքիր բան է ասում, նայեք ինչ ասում։ Երկրորդ Օրինաց 5:9 ասում է կհատուցանեմ հայրերի անօրենությունը որդկանց վրա, մինչև նրանց 3-րդ, 4-րդ սերունդը ազգը։ Այսինքն, եթե դու անիրավ լինես իմ հանդեպ, ինձ ատես, ատելը որն է, ոչ թե կանգնես ասես Տեր քեզ ատում եմ, իրա խոսքը մի լսի, մի հնազանդվի, դու արդեն իրան ատում ես։ Եթե ասում է այն ազգը, որ ինձ ատում է, հնազանդ չի ինձ, 3-րդ, 4-րդ ազգը իրա մինչև անիծված է լինելու։ Լսի, մարդը կարող է փոփոխվել։ Ես կարող եմ այսօր մի բան խոստամ քեզ,
Վաղը կարող է չստացվի, չանեմ։ Ես ամեն չորեքշաբթի ասում եմ հավաքվում ենք Bible study, 2 չորեքշաբթի առաջինը շատ վատ էի, գիտեք, հիվանդանոցում էի չեկա, երկրորդը Անտոնին ավարտում էր այդ չորեքշաբթի չեկա, այսինքն խոսք եմ տվել, ասել եմ 3 այդակուրը հաշվել է, ոնց կլինի, 3 չորեքշաբթի չեմ եկել։ Շնորհակալ եմ, որ բարձրաձայնում ես քուրս, Տերը օրհնի քեզ, ապրես։ 3 չորեքշաբթի չեմ եկել, սա մահ է իմ համար։ Ինչ եմ ուզում ասեմ, իմ վրա եմ օրինակը բերում, դուք եք շատերդ խաբել, բաներ ասել չեք արել, բայց տեղից չեմ ասի։ Ասեցի ու չարեցի, չստացվեց, բայց Աստված այդպես չի։ Աստված եթե քեզ ասեց սա եմ անելու, սա անելու է ինքը։ Ասեց 3-րդ, 4-րդ ազգդ անիծված ալնելու, եթե դու անհնազանդ ատես ինձ։ Բայց նայեք ինչ գեղեցիկ խորհուրդ, ամենագեղեցիկ խոստումը, ասած ողորմություն կանեմ նրանց 1000 ազգը, որ սիրում են ինձ եւ պահում իմ պատվիրանքները։ Այսինքն ինչ ենք հասկանում։ 3 հələ համեմատություն եկեք անենք եկեղեցով 3-4 սերունդ անիծվում է եթե անհնազանդ են բայց 1000 սերունդ օրհնվում է եթե հնազանդ են Ես իմ կյանքը ապրում եմ այնպես որ իմ երեխաները բարին հնձեն Իմ համար կարևոր է, Արմանի համար կարևոր է, որ մենք մեր անձերը զոհաբերենք շատ բաներում, որ մեր երեխաները օրհնված սերունդ լինեն։ Ես մեկ-մեկ որ աղոթում եմ, ասում եմ Տեր ասում եմ, այն ինչ որ սերմում եմ հիմա, ինձ մի տուր, պահիր իմ որդկանց, իմ աղջկաս, իրանց սերունդների համար, թող իրանք դա հնձեն, որտև գիտեք, Աստծո ժողովուրդ Աստված հավատարիմ է Եվ այսօր որ տեսնում եմ շատ հայ ընտանիքներում ընտանիքները քանդված երեխաները երիտասարդ մահատարաժամեր էս ամեն ինչերը սրանք ճիշտ է շատ բաներ կարող է ընկած աշխարհում ենք ապրում ուղղակի լինել բայց այն ինչ որ մեզ է հանձնարարել Տերը մենք մեր տեղը անենք լավ որ եթե նույնիսկ կյանքում մի բան էլ վատ լինում է, որ գիտենք ուր են, ում մոտ են, փրկված են, այն մարդը, որ չիմանա իր հարազատը ուր է գնում, այդ մարդը մխիթարություն չի ունենա, այդ մարդը կխանգարվի, այսօր իմ պապայիս ծնունդն է և ես մտածում եմ, ասում եմ, Տեր, երկրորդ տարին է և մի պահ Սարսափելի շատ եմ սիրել իմ հորը, իսկ թվում եմ կյանքում առաջինը հորս եմ սիրել, տենց սիրով սիրել եմ հորս, բայց Արմանը թարս վրաս անայում, բայց այնքան խորը մխիթարում ունեմ, այնքան խորը սենց կատարյալ խաղաղություն ունեմ, սա մարդ ինձ չէր կարող տալ, Սա մարդկանց խոսքերը ինձ չէր կարող տալ, սա միայն ինքը կարող է տալ, որտև Աստծո խոսքը ասում է խաղաղություն կտամ, որ վեր է ամեն մտքից ու հասկացողությունից, սա հենց այդ խաղաղությունն է, ինչ եմ դա ասում, կարող ենք մտածենք ասենք, բայց շուտ եղավ, ոչ, եղավ, աշխարհում ենք ապրում, եղավ, հոբի հետ էլ եղավ բաներ, բայց մի կարևոր բան, Աստծո հսկողությունից դուրս չեղավ, Աստված հսկեց, Աստված տիրեց և Աստված արեց, դրա համար երբ որ գիտենք Աստված է տանողը, այն ժամանակ մենք ապահով ենք մեզ զգում, ամեն, Աստվածաշունչը, Աստծո ժողովուրդ, ստեղ նայեք, Աստվածաշունչը մի գիրք է, որը կենթանի Աստծո շունչն ու ձայնն է, կտակ որպես թողած ողջ մարդկությանը, գիտեք մենակ մեզ հավատացյալներից չի թողված այս գիրքը ողջ աշխարհի համար է, ով որ փափագեց նրան մոտենալ, այս գիրքը իր համար կկենթանանա, կշնչի,
կխոսի, կլսի, ամեն։ Այս գիրքը մի գիրք է, որը շոշափում է մարդկային կյանքի բոլոր ոլորտները։ Այն անդրադառնում է մարդկային կյանքի բոլոր ասպեկտներին, ներառյալ փրկությանը, հավերժությանը, ամուսնության կյանքում, երեխաների դաստիարակության մեջ, ֆինանսների մեջ, առողջականի մեջ, ամեն ինչի մեջ, չկա մի հարցում, որ այս գիրքը չունենա պատասխանը։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է Աստծո մարդկանց թողած օրինակներից, կարդում ենք, տեսնում ենք Աստծո բոլոր խորհուրդներից եւ պատվիրաններից, որպեսզի զգուշ լինենք սեփական արարքների մեջ։ Քանի որ յուրաքանչյուր գործողություն ունի հետևանք։ Սկսած էլի եմ ասում մարդկության սկզբից մենք տեսնում ենք այս խոսքի, այսօրվա պատգամի իրականությունը։ Եկեք նայենք Ադամ Եվա, առաջին մարդը ստեղծված, ինչ կատարվեց նրա կյանքում։ Մենք տեսնում ենք, որ այստեղ գրված է Ադամին ու Եվային ինչ արեցին, մեղքը սերմեցին, մահը հնձեցին։ Եվ այսօր ողջ մարդկությունը այդ պատճառով էլ անկավ, որովհետև սխալը սերմվեց, դառնել որպես պտուղ մահը հնձեցին։ Ինչ ենք հասկանում այսօրվա պատգամից, որ չենք կարող անտարբեր գտնվել սերմելու նկատմամբ, այսինքն մեր գործողություններում։ Աստծո ժողովուրդ, ժամանակին շատ դառը սերմեր ենք սերմել եւ դրանց պտուղները մենք գիտենք, հնձել ենք։ Այսօր ինչ Աստծո մեջ ենք, Տիրոջ հետ ենք քայլում, մենք զգուշությամբ ենք սերմում։ Երեխաներիս եմ միշտ ասում, անցած օրը Մելանիիս հետ եմ խոսում, ասում եմ, բալես, Աստծո կամքով, երբ որ երեխա կունենաս, ասում եմ միշտ երեխայիդ սերմիր նրա մեջ Աստծո խոսքը, նա թող աճի, մեծանա Աստծո խոսքով, թող չճանաչես աշխարհի պղծությունը, միշտ հետ պայիր ու պաշտպանիր աշխարհից, թող չսովորի, թող չտենա, մենք տեսել ենք աշխարհի պղծությունը, մենք դրա մեջ ապրել ենք, եւ ես չեմ ուզում մեր գալիք սերունդները ապրեն, որովհետեւ 15 տարի է Տիրոջ մեջ ենք, 15 տարի է մենք միայն ու միայն զգուշությամբ սերմում ենք Աստծունը, եւ մի բան ասեմ, այնքան հետաքրքիր է, ամեն անգամ, երբ որ Աստված բարին հետ է անում մեզ, մենք միասին աղոթում ենք ամուսիններով ու ասում ենք փառք ես Տեր։ Մենք տեսնում ենք, էլի որտեղ էր էդի, որ սերմվեց ու որտեղ դա արդեն հնձելու ենք։ Մենք դա ճաշակում ենք, իրապես, իսկապես ճաշակում ենք դա։ Եվ աշխարհի սերմացներն էլ ենք մենք տեսնում, ինչն ենք սխալ արել, որը որ այսօր դա էլ ամեն կերպ մենք հասկանում ենք ինչ է Տերը անում եւ սովորում ենք։ Կարևորը գիտեք որն է, որ մենք սովորենք, որ մենք դաս քաղենք մեր դառը փորձություններից, փորձառություններից։ Մարդ կա, ինչքան է նույն փոսի մեջ ընկնի, դարձյալ կգնա ու կընկնի այդ նույն փոսի մեջ։ Տերը հանում է փոսից, էլ ինքը հետա գնում ընկնում այդ փոսի մեջ։ Շատ եմ տեսել թմրանյութի մեջ տղաներ, այս եկեղեցում բացահայտ տեսել ենք ազատագրում, մենք ճաշակել ենք ազատագրում, անցելա տարի, 2 տարի, էլի հետ են գնացել ընկել դրա մեջ։ Մեկինը պատմեցի անցած շաբաթ, հիշում եք, երբ որ կատարյալ բժշկեց Տերը նրան քաղցկեղից, թե ինչպես գնաց հետ թմրամոլության եւ վերջում էլ գրված ասում Աստծուն չես կարա ծաղրես, վերջում ինչ եղավ, overdose։ Այս երիտասարդ տղեն 5 տարի առաջ էր այս դեպքը կատարվեց եւ ինչ եմ փորձում ասել, Աստծուն չեն կարող ծաղրել։ Զգուշությամբ մոտենանք։ Այս նույն խորհուրդը մեկ ուրիշ ձև ասած նաև Առակաց 26-27 համարն է։ Առակաց 26-27-ում ասում է, ով որ փոս փորի, նրա մեջ կընկնի, ով որ քարը գլորի, այն իր վրա ետ կդառնա։ Սա էլ ենք ճաշակել, շատ ենք տեսել չար այդ փոսերը մեր առջև եւ Աստված դրանցից պահում է իրեններին, եթե հնազանդ են ու սիրում են իրեն, ամեն։
Չի թողի մենք ընկնենք, բայց եթե մենք փոս փորենք մեկի համար, մենք ենք ընկնելու այդ փոսի մեջ։ Քարը գլորենք, քարն այդ վերադառնելու մեզ խփի։ Սա նաև նմանատիպ խորհուրդ է սերմելու եւ հնձելու մեջ։ Գաղատացիներին Պողոս առաքյալը բացահայտ ասում էր չխաբվեք, այսինքն չմոլորվեք, ուրիշ թարգմանությունով ասում են չմոլորվեք։ Երկու կարևոր կետեր ուզում եմ էդի բռնեք այսօր։ Առաջինը չխաբվեք, որովհետև Աստված չի ծաղրվում, երկրորդն է չխաբվեք, որովհետև ինչ այսօր դուք սերմեք, վաղը դա հնձելու եք։ Եթե ոչ դուք ձեր երեխաները հաստատ դա հնձելու են։ Զգուշությամբ սերմեք, որ այդ դառը պտուղները, ձեր սխալները, ձեր այն սերունդը չհնձի, ամեն։ Յուրաքանչյուրիս կյանքը մեր այգին է։ Ամեն մեկս կարծես այգի լինենք Տիրոջ համար։ Որտեղ ինչ ներկայում մենք սերմենք, ապագայում դրա արդյունքն էլ կապրենք։ Եվ դրանից փախչել ու խուսափելը անկարելի է, չես կարող։ Իսկ եթե հոգու մեջ մենք սերմենք, մեր գալիք սերունդը, լսել եք, ես շատ եմ լսել, մեր մեծերն են ասել, օրինակ տատիկս, հորքուրներ, միշտ այս խոսքերը մեզ ասել են, բալես բարին արա եւ ջուրը գցի։ Բարին արա եւ ջուրը գցի։ Մի օրենի հետ կվերադառնա քեզ։ Շատ եմ լսել եւ գիտեք, իրանք չեն ընթերցել Աստվածաշունչ, չեն իմացել Աստծո խոսքը լավ, բայց երկյուղ սկզբունքներ է եղել այդ ժամանակ մեր մեծերի մեջ։ Եթե նկատել եք, մեծերը գնում են գնալով որակը սերունդի ավելի փչանում է, ավելի բթացած սերունդ է բարձրանում վերև, հա։ Ինձ հետ եք։ Okay, լսեք։ Ես չէի իմանում սա Աստվածաշնչյան համար է։ Ուղղակի զարմացած եմ մնացել, որ Աստծո խոսքը բնականից Աստված դաջել է մարդու սրտի մեջ։ Ուղղակի թշնամու աղմուկ այնքան բարձր է մեր մեջ, նրա առաջարկները մենք չենք զգում ու տեսնում, բայց եթե լռեցնես այդ աղմուկը աշխարհի թշնամու քո մեջ, ինստինկտիվ թույլ տաս փնտրես, պտուղ է տալու Տիրոջ այդ դաջված այդ խոսքերը մեր սրտի մեջ, որ բնականից է Տերը դրել։ Եվ այդ ժամանակ ասում էին, բայց Աստծո խոսքի մեջ Ժողովող 11:1-ում ասում է հացը թող տուր ջրերի երեսին, որովհետև շատ օրերից հետո այն կվերադառնա հետ քեզ։ Այսինքն բարին արա գցի ջուրը եւ այն հետա գալու քեզ։ Թող մեր բարի գործերը պտուղ տան։ Հանձինս ես իմ աղոթքն է միշտ հիմա, քանի որ արդեն իմաստություն կա, Աստծո հոգով ենք առաջնորդվում, որ առաջինը իմ բարի գործերը պտուղ տա իմ ընտանիքում, մինչ եկեղեցում, առաջինը իմ ընտանիքում, որ ես լսեմ, որ իմ ամուսինը առակած 31 համարի նման գովա ինձ, ասի, որ ես իմ կնոջից սիրված եմ եղել, հարգված եմ եղել, հա, իմ կինը հնազանդ է ինձ եղել, իմ կինը հավատարիմ է ինձ եղել, ես ուզում եմ այդ խոսքերը լսեմ, որ իմ երեխաները, իմ որդիները, իմ աղջիկները, իմ աղջիկը ասեն, որ լավ մայր եմ եղել, սիրող, հոգատար, որ իրանց օրինակ եմ ծառայել աստվածաշնչյան խորհուրդներով իրենց դաստիարակեմ եւ մեծացնեմ, որ իմ Փեսան, Ռոմանը, որ ինքը նույնիսկ ինքը ասի, որ սիրված է եղել իմ կողմից, հարգանք է տեսել իմ կողմից, գիտեք, սենց բաները սենց շատ թռուցիկ են նայում մարդիկ, հալավ Փեսանով, հալավ հարսով, ոչ, նրանք են հենց քո սերունդը առաջ տանողները, քո Փեսան ու քո հարսերը քո սերունդն են, նրանց պետք է մենք այնպես սեր ու հարգանք տանք, որ նրանք ճիշտ սերունդ բարձրացնեն, չէ որ իմ թոռան էլ ես չեմ դաստիարակելու, իմ հարսերս են դաստիարակելու, իմ թոռան իմ աղջի, իմ Փեսաս է դաստիարակելու, ոնց կարելի է մենք նրանց մատերի արանքով նայենք, անարգալից լինենք նրանց նկատմամբ, ոչ, ես ուզում եմ լսեմ իմ հարսիկներից, որ նրանք ասեն, մենք մեր սկեսուրից ճաշակել ենք անկեղծ մայրական սեր, հոգատարություն, ոչ թե ամեն անգամ մենակ տղայս տենամ, վայ Մայքլ ջան, մեռնեմ կյանքիդ, հարսս ընդեք աչկա, ինձի չի հետաքրքրում, ոնց կարելի է դա լինել, էգոիստ վարք, էդ է կքաղես, էդ հարսը քեզ չի էլ հարգի,
Դու պիտի սեր տաս, որ սերն էլ պահանջես, դու պիտի սեր ցանես, որտեվ նրանք երիտասարդ են, եկել են տունը, թելը բանից բեղաբար, սենց այնքան որ եկել են, ամուսնացել են, ոգևորվել են, ընտանիք են ստեղծել, նրանք չունեն դեռ ամուսնական կրթություն, դու որպես կեսուր կամ որպես զոնքաչ կամ որպես օրինակ ծառայիր, որ վաղը նրանց բերանից լսես բարի խոսքեր քո նկատմամբ, ոչ թե ասեն յախք եկավ։ Մեր հայազգի մեջ սխալ բան չեմ ասում, չէ՞։ Մեր հայազգի մեջ կներեք էլի, ես ստեղ հազարավոր ժողովրդի հետ եմ խոսում։ Անիծում են, կեսուր, կեսար, տալ, հարս, սաղ իրարան։ Ինչ պահանջում ես, ցանիր, որպես մեծ ցանեք, վաղը պիտի պտուղ տա դրանք, ամեն, բայց ամեն ինչից առավել, Աստծո ժողովուրդ, իհարկե մինչև ամեն ինչից առավելը, ուշադիր լսեք, հարգանքը երկու կողմանի է գնում։ Նաև եկեղեցում ես կուզեմ ընենց հովություն անեմ, որ ժողովուրդը զգա, որ երեսպաշտություն չկա այդ եկեղեցում։ Հովիվս հոգատանում յուրաքանչյուրիս համար նույն սիրով ու նույն հոգատարությամբ։ Դա է ամենակարևորը, որ ես կուզեմ լսեմ, ցանկանում եմ, որ ում հետ շփվեմ, բարի անուն թողեմ։ Գիտեք, հիմա կասես մի քիչ շատ չես ուզում եմ։ Գիտեք ինչու եմ ուզում։ Հիմա ասեմ։ Առակաց 22:1 բարի անունը ավելի ընտիր է շատ հարստությունից։ Բայց ամեն ինչից առավել փափագելով փափագում եմ, որ ամենակարևորը Տերս ասի, լավ, բարի, հավատարիմ ծառա, որովհետև Տերը նույնիսկ, երբ որ տեսնում ենք բարին ենք սերմում, բարի խոսքեր կտա մեզ, ամեն, ովքեր են ուզում ապրենք այդպես կյանք, ուշ չի, սկսեք այսօրվանից սկսեք սերմել բարին ու սկսեք ձեր տներից, ասած սկսի քո տնից, հետո Սամարիա եւ աշխարհի բոլոր ծայրերը, ումա պետք շրջապատդ սիրես, ումա պետք ընկերությունդ լավը լինի, բայց քո տունը ջարդ ու խուրտ լինի, ումա պետք աշխարհը շահեմ, բայց իմ տունը կորցնեմ, ումա պետք, իմ համար առաջի կարևորը իմ տունս սա, իմ ընտանիքս սա, կարևորեք ձեր ընտանիքները, կարևորեք ձեր ծնողները, ձեր երեխաները, ձեր այդ ընտանեկան հարաբերությունը, կարևորեք, բարին սերմեք այդ ընտանիքների մեջ, բարի խոսքեր, սեր տվեք, որպեսզի դա էլ վաղը հնձեք, ամեն, գաղտնիքը սրանում է, ավարտում եմ, բայց կուզեմ կենտրոնանալ այս խոսքի վրա, եթե կարելի է։ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, մենք գիտենք Աստվածաշունչը մեր navigation-ն է դեպի երկինք։ Մեզ սովորեցնում է ինչպես մենք հաղթական լինենք բարի սերմերով։ Առակաց 13:20 համարում ասում է իմաստունների հետ վարվողը իմաստուն կդառնա, բայց տխմարների հետ ընկերակցողը կչարանա, պարզ գրված է։ Գաղտնիքը հիմա սրանում է, լսեք։ Իչքան շատ ժամանակ մենք անցկացնենք Սուրբ Հոգու հետ, իչքան մենք Աստծո խոսքի մեջ ժամ անցկացնենք, ընթերցելով եւ քննելով Աստծո խոսքը, իչքան շատ աղոթքների մեջ ելնենք դեպի երկինք, շրջապատենք մեր անձերը լուրջ, ելի եմ կրկնում, լուրջ հոգևորների հետ, ոչ թե պիտակավորվածների, լուրջ հոգևոր մարդկանց հետ, մենք ճիշտ սերմեր կսերմենք։ Ղուկաս 6:30 համարը ոսկե կանոն եւ էսի թող յուրաքանչյուրիս վերաբերվի հանձինս ինձ։ Ինչպես կամենում ես մարդիկ քեզ անեն, նույնպես էլ դու արա իրենց։ Գիտես, մենք մարդիկս էգոիստ ենք։ Առաջինը թող ինքն անի, հետո ես կանեմ իրան, չէ։ Եթե ես ուզում եմ ինքը ինձ հարգի, առաջի հարգանքը ինձանից թող տեսնի։ Եթե դու հարգես, անպատճառ կհարգվես։ Եթե դու սիրես, կսիրվես։ Ինչ որ դու ցանկանում ես դիմացինդ քեզ տա, դու առաջինը դա արա։ Հիմա եթե իմ փեսան կամ իմ հարսերը իմ տուն մտան, ես չպետք է ասեմ,
Ես Մելանի մաման եմ, առաջի հարգանքը թող ինձի ցույց տա, ոչ։ Ես իմ ձեռքերը բաց շռայլելու եմ նրանց սիրով ու հարգանքով, որովհետև այդ ժամանակ իրենք ուզեն թե չուզեն, կհարգեն ու կսիրեն քեզ, որովհետև իրանք դա են քեզանից ճաշակելու, ամեն։ Ավարտում եմ Գաղատացիս 6:9 համարով, սա բոլոր սուրբերի համար է, բռնեք այս խոսքերը պինդ։ Չձանձրանաք բարին գործելուց, որովհետև իր ժամանակին կհնձեք, եթե չթուլանաք։ Ուրեմն, քանի որ ժամանակ ունեք բարին գործեք ամենին, մանավանդ հավատքի ընտանիքին։ Եկեք ոտքի կանգնենք։ Ես հույսով եմ, որ այսօր յուրաքանչյուր մարդ քննեց իր անձը այս քարոզի այս խոսքով, որովհետև ջուր է խոսքը, որը գալիս է լվանում եւ մաքրում է մեզ յուրաքանչյուրիս։ Այսօր կուզեմ ամեն մեկս մեր աչքերը փակենք ու գանք ամենակարող Աստծո առջև եւ խնդրենք նրան. Տեր, անգիտակից թե գիտակից կամա թե ակամա սերմեր եմ սերմել, որը դառն է։ Արմատախիլ արա ինձ համար, Տեր, արմատախիլ արա, մաքրիր այն այս այգուց եւ տուր մեզ բարի սերմեր, Տեր, սովորեցու Սուրբ Հոգի Աստված, ինչպես մենք կարողանանք ճիշտ առաջնորդվենք, ինչպես մենք կարողանանք միշտ բարին սերմենք, Տեր, ինչպես մենք կարողանանք մեր գործերը քննելով, իմաստությամբ, չափելով ու ձևելով անենք, Տեր, որպեսզի այն ինչ որ կանենք կփառավորի քեզ եւ մենք էլ դրա պտուղը գուտենք։ Հիսուսի անունով ենք խնդրում, Հայր, եւ բերում ենք քո առջև բոլոր կարիքները եւ խնդրում ենք քո թագավորությունը, քո կամքը յուրաքանչյուր կարիքի վրա։ Հիսուսի անունով ողջ եկեղեցով ասում ենք այո եւ ամեն։